Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք պարոն Վարդևանյանի ազգային ժողովի փոխնախագահ ընտրելու հարցը եւ թույլ տվեք անդրադառնալ մի քանի կետերի։ Երեկ, երբ որ պարոն Վարդևանյանին հարցեր էինք ուղղում, հետաքրքրվեցինք իրենից, թե ինչու է մանդատը ժամանակից շուտ վայր դրել, եթե չեմ սխալվում, 22 թվականի նոյեմբերի ամսին է դա եղել։ Պարոն Վարդևանյանը ասեց, որ հիմնական պատճառը եղել է շարժումը, որ նրանք ծավալել էին իշխանափոխության հասնելու համար եւ չհասնելով իրենց բաղձալի նպատակին, պարոն Վարդևանյանը քաղաքական պատասխանատվություն վերցնելով նաև որպես կազմակերպիչ այդ շարժման, այս կերպ վայր է դրել մանդատը, ճիշտ եմ, ձեր բառերը մեկնաբանում, անձնական պատասխանատվություն։ Եվ հետո մեջ բերեց իմ քայլը շարժման ժամանակ, այն ժամանակ դեռ պատգամավոր, ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից գրված երգի տողերը, ես պարտվել եմ քանիցս եւ ուզեց համեմատության մեջ դնել իրեն եւ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Վարդևանյան, դուք նույնիսկ կիլոմետրով մոտ չեք պարոն Փաշինյանի, պատգամավոր պարոն Փաշինյանի հետ համեմատվելու, զուգահեռներ տանելու, որովհետև այն կամային հատկությունները, որ ունի մեր վարչապետը, դուք դա ձեր ոչ մի քայլով ցույց չեք տվել։ Բայց այդ երգը բոլորովին այլ բանի մասին է, եթե մենք շարունակենք լսել։ Ես պարտվել եմ քանիցս եւ տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարիցել, իմ ոգին հանձնվել չգիտի։ Սա մեր հեղափոխության օրերի երգը վերաբերում է կամային մարդկանց եւ վերաբերում է չհանձնվող տեսակի։ Իսկ դուք մի փորձեք համեմատվել այդ տեսակի հետ։ Սա բարեկամական խորհուրդ։ Եվ հաջորդը, դուք քանի որ մի փոքր անհաջողությունից զենքերը վայր եք դնում, իսկ դուք ազգային ժողով գալուց առաջ ձեր մանդատը վերցնելու հիմնավորումներից մեկը, որ դա զենք է, մենք գալիս ենք զենքերը վերցնելու եւ երևի այստեղ խրամատավորվելու եւ ուղղորդված կրակ վարելու, մենք ուշով կհետևենք երբեք կամ ձեզանից քանիսն են զենքերը ժամանակից շուտ վայր դնելու եւ ես չեմ ուզենա, որ կիսատ գազ տվող, կեսից գազը պրծնող կամ շատ գազ տվող փրփրթացող տենց խոդից են որ ասում են հանգող մեքենան կամ համեմատական եմ տանում, ներողություն եմ խնդրում, վիրավորական չհամարեք, կես ճանապարհին զատնի դնող կամ քիչ թույլ եւ ոչ բավարար սկզբունքայնություն ունեցող մարդը ընտրվի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Վերևից որ նայում ենք, նախագահությունը այնքան սիրուն է այս պահին։ Ես չեմ ուզի, որ այդ նախագահությունը մի չափազանցրեք, պարոն Սարգսյան։ Պարոն Ռուբինյան, երեք ամբողջ օր գովում էին, պարոն Վարդևանյանին մի քիչ էլ մենք մեր ունեցած գովելու տեղը գովենք։ Հիմա գազ չտվեցիք, ինչու չհերիքեց գազը։ Միգուցե հյուսիսային բարեկամների մատակարարած գազը կալորիականությունը ցածր էր կամ ժամանակին չհասցրեցին, չհերիքեց եւ ձեր քաղաքական առաջնորդի այդ բաղձալի նպատակը ձեր այսպես արդեն հրճակված
վարչապետը ձեր պատճառով, ձեր կիսատ գաստալու պատճառով չդարձավ վարչապետ։ Այդ մեծագույն մեղավորությունը ձերն է, պարոն Վարդևանյան, իմ գնահատմամբ։ Անցնենք առաջ, ձեր տաղանդի մասին։ Երեք, որ ես փոխաբերական իմաստով ասում էի Շաուլինի սև գոտի երրորդ դամ։ Դա այդ տպավորությունը այնպես չէր իմ մոտ ձևավորվել։ Ձևավորվել էր մի բանից, որ բոլոր մեր գործընկերների հարցադրումներին դուք տարբեր տենց ներողություն պրյոմներ էիք անում, ինչ որ տենց փորձում էիք խուսափել հարվածներից, կարատեի մաստեր կլաս էիք ցույց տալի, ոչ թե պատգամավորի կամ այսպես ասած ազատության փաստաբանի, ինչպես ձեր ընկերները հռչակեցին, դա ուղղակի տրյուկներ էր ձեր կողմից, որով փորձում էիք խուսափել։ Իսկ թե որտեղ եմ ես դիպլոմ ստացել, ոնց է այդ մեխանիզմը ընդհանրապես կազմակերպվում բարձրագույն ուսումնական հաստատություններում, ձեր կողքին նստած է իմ մագիստրատուրայի դիպլոմ տված ընկերոջ եղբայրը, Արթուր Ղազինյանի եղբայրը։ Գնացեք ձեր ընկերոջ եղբորը հարցրեք, թե ոնց են դիպլոմները տրամադրվում Երևանի պետական համալսարանում։ Երեք ձեր տաղանդի մասով, որ ասեցի, իհարկե ես միգուցե կսխալվեմ, բայց ավելի շատ նկատեցի դերասանական տաղանդ ու երեք, որ ձեր ելույթների մեկնաբանություններն էի կարդում, երեկոյան, հիմնականում հանդիպել եմ սատանայի փաստաբան եզրույթին, հիշեցի, որ այդպիսի ֆիլմ կա, Կիանու Ռիվզն է խաղում, եթե չեմ սխալվում, հա, Ալ Պաչինոն, Կիանու Ռիվզի։ Երկուսն էլ խաղում են։ Հա, դե հիմա շատ մարդ է խաղում, կինոյի մեջ մի հոգի, մենակով չես կարա Շարլես Թերոնն է կինո խաղաց։ Պարոն Վարդևանյան, ինչի է այս պիտակը փակցվել ձեզ։ Ինչն է մեր հասարակությանը, մեր ժողովրդին թույլ տալի նման որակումներ տալ կամ փորձել ֆիլմի հերոսի հետ զուգահեռներ անցկացնել։ Միգուցե, չէ, ես չեմ ուզի, որ տենց համոզմունք չեմ ուզի, որ իմ մոտ ձևավորվի, որ դուք հենց սատանայի փաստաբան եք, ոչ, դուք ինչքան որ փաստաբանություն եք արել եք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ երկու դեպքում արել եք կիսաքաղաքացիություն ունեցող անձի համար, ով չգիտես ոնց եկավ դարձավ վերջի 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ընտրվեց նախագահ, մյուս դեպքում մի քանի անձնագիր ունեցող մարդու համար եք այս պահին փաստաբանություն անում, բայց ամեն դեպքում Քավլիցի ես չեմ ուզի, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այդ մեկնաբանություն գրող մեր քաղաքացիները հանկարծ մտածեն, որ դուք սատանայի համար եք փաստաբանություն անում, պարոն Վարդևանյան, եւ ես ուզում եմ մտածել, որ դուք դերասանական տաղանդով շատ մոտ եք Կիանու Ռիվզին եւ Ալ Պաչինոյին, միայն զուտ այդ պատճառով են ձեզ համեմատում սատանայի փաստաբանի հետ։ Եվ այստեղ խոսվեց եկեղեցի, պետություն, փոխհարաբերությունների եւ թե ինչպես է կարգավորվում այդ հարաբերությունները, Սահմանադրության 18-րդ հոդվածի երկրորդ կետը հստակ նշում է. պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են օրենքներով։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, նախ արձագանքեմ եկեղեցու թեմայով ուրեմն պնդումներին, սկսեմ նրանից, որ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ղեկավարությամբ սկսել է խառնվել մի խանգարեք ինձ,
Լրություն։ Մի խանգարեք ինձ։ Հարգելի գործընկերներ, մի վարքյան, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ այս ամբիոնից չի հնչել վիրավորանք, դուք պարտավոր եք մի վարքյան, դա ձեր գնահատականն է, քանի դեռ չի հնչել օբյեկտիվ վիրավորանք, խնդրում եմ լռել եւ լսել, դուք ունեք հնարավորություն այս ամբիոնից արձագանքել ելույթներին, մի խանգարեք, խնդրեմ, վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Մի վարքյան, մի տեղից խոսեք, պարոն Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք եւ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, հա։ Մենք ասում ենք հետեւյալը. եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրն էլ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Մի տեղից բռավեք։ Խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև կրկնում եմ, եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դալիճը վերաբացվելու է անընդհատ այս սրահ։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ, որ չարաճճիություն չանեք քաղաքական առումով եւ նաեւ ես կարողանամ միտքս ձեզ տեղ հասցնել, գլխավորությամբ լռեք իմ ելույթի Մի վարքյան էլ ներողություն պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ով էր տեղից խոսում։ Լիաննա Գասպարյանը ես։ Տիկին Գասպարյան, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում, տեղից մի ընդհատեք ելույթ ունեցողին։ Ես նորից սկսեմ էլի։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Գլխավորությամբ խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին եւ սա դեռ բավարար չէ։ Եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես Գառնիկ Դավթյանը ասաց, որ եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է, ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր այդ գնահատականների հետ, եւ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը եւ եկեղեցին պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավելը, այլ բաների մասին էլ չեմ էլ խոսում, ուրիշտեղ չեմ շարունակում։ Եվ հիմա ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով որ պաշտպանում է կուսակրոնության ուխտը խախտելը, թե ով որ ասում է, որ կուսակրոնության ուխտը խախտածը պետք է հեռանա եկեղեցուց։ Ով է այստեղ եկեղեցու կողքին կանգնած։ Այս արդեն մեր ժողովուրդը այդ գնահատականը տվել է ամեն դեպքում տվել է։ Մեր եւ ձեր խնդրումը գիտեք որն է, որ մենք իրականությունը ասում ենք, դուք այն հորինում եք։ Ստեղ է մեր խնդրումը։ Եվ մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում, լսում եւ ամեն ինչ գիտեն։ Այդ ճանապարհն արդեն անցել են, ուրեմն ձեր գործընկերները Հայաստան դաշինքի, հիմա դուք էլ նույն ճանապարհով եք գալիս, ենթադրում եմ նույն ավարտով, ըստ էության։ Եվ երեկվանից մենք այստեղ քննարկում ենք ընդդիմության տեխնացուի հարցը, Արամ Վարդևանյանի հարցը, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, եւ իմոտ ընկալում է պարոն Վարդևանյան, որ ցույց տվում է մենք այստեղ խաղ ենք խաղում։ Ռեբուսներ ենք լուծում, ինչ որ վարժություններ ենք անում, պարոն Սարգսյանի ասած, ինչ որ պարյոմներ ենք անում, չգիտեմ ինչ ենք անում եւ այլն։ 40 հարց մոտ հնչեց, չէ, երևի 40 հարց, 35-40 հարց, 0 պատասխան։ Ոչ մի հարցը վերցնում է, վերաձևակերպում է, ինչ որ ուրիշ բան ասում, ինչ գիտեք խոսում եք այստեղից, պարոն Վարդևանյան, ինչ ուզում խոսում եք, ինչ գիտեք խոսում եք, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, ձեր գործընկերներն էլ չգիտեմ ինչի համար են ձեզ ծափահարում, գովում։ Պարոն Ռուբեն Մխիթարյանն էր, չէ՞, թե չեմ սխալվում, որ ասացիք, որ պարոն Վարդևանյանը հայտնի է որպես ազատության փաստաբան, Արամ ազատարար, անգամ ասացիք Արամ ազատիչ։
Ինչի համար եք գովում։ Մենք այստեղ ազգային ժողովի նախագահի տեղակալ ենք նախընտրում, ձեզ տեղյակ պահեմ եւ պետքա նախագահի տեղակալի պարտականություններից բխող առնվազն ունակություններից խոսակ, իդ նման ունակություններ ես այստեղ չտեսա ընդհանրապես։ Պարոն Վարդևանյան, ես ձեզ հարցնում եմ, քանի քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքը դուք ինչ-որ բաներ եք խոսում, բա 29800-ից ոնց դառավ 29743, երբեք էլ 29800-29743-ի դիսկուրս չի եղել։ Սա այդ խոսույթը եղել է հենց այս ամբիոնից 2022 թվականի մարտին, Քրիստինե Վարդանյանը հարց է տալիս պարոն վարչապետին, վարչապետը այստեղից մեկնաբանում է, որ խոսքը գնում է, ուրեմն քարտեզների մասին հարցն է հնչում եւ խոսքը գնում է հանրագիտարանում եղած 29800 թվի մասին, որը տիտղոսային սկզբնական մասում է գրված եւ բացվածքում գրված է 29743, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններ են եւ դուք սա շատ լավ գիտեք եւ ինչ որ մանևրում եք, ինչ որ հարցին հարցով եք պատասխանում, ձեզ ուղիղ հարց ենք տալիս։ Պարոն Վարդևանյան, ես խոսում եմ, դուք իմ հետ զուգահեռ ձեր խմբակցության ղեկավարի հետ քննարկումների մեջ եք, ես ձեզ եմ դիմում։ Եվ դուք էլ հենց մի հատ էլ խոսում եք, գնալու եմ խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվեմ, բան, այդ հարթակում, որ հանկարծ հարց առաջանա, որ դուք պետք է մատնանշեք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի չափերը, ինչ եք ասելու։ Կամ պարոն Իշխան Սաղաթելյանն այստեղ ասում է, չեմ ասում թիվը, որովհետև նկատի ունի կան օկուպացված դեռևս տարածքներ, այսինքն դուք չեք ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև կան օկուպացված տարածքներ, ինչ եք ասում, որ այդ տարածքները դուրս են ձեր ընկալմամբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որն է ձեր ասացի միտքը, էլի ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է, կան տարածքներ օկուպացված, որոնք սահմանազատման եւ սահմանագծման, ուրեմն հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ուրեմն պետքա վերականգնվեն եւ ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ սրա մասից ասենք հին թեմաներ են, էլի։ Եվ այդ 29800-ի թեման կարեք շատ լավ, եթե չեք էլ հիշում, մի հատ YouTube-ում նայեք։ Հայաստանում էլ ինտերնետն ազատ է, VPN-ով բան պետք չի, էլի YouTube մտնել, արգելափակված չի YouTube-ը Հայաստանում։ Կարեք հանգիստ մտնեք նայեք։ Արհեստական ինտելեկտից օգտվեք, ձեր ամբողջ քարոզարշավը արհեստական ինտելեկտի վրա է հիմնված, եկել եք այստեղ ասում եք, դե մենք այդքան արհեստական ինտելեկտից չենք օգտվում։ Ձեր առաջնորդի առաջին մի քանի ելույթները ասենց դեմովս անցնում է, որ ասում եք արհեստական ինտելեկտ բառը։ Ձեր ամբողջ գովազդները, որ ադրբեջանցիները ահա ավտոբուսներով, ձիերով գալիս են, մանկապարտեզներն են գրավում եւ դպրոցները, սա արհեստական ինտելեկտ չէ։ Այդ դուք չեք։ Դուք եք, չէ, ուրիշ մարդ չէ։ Ուրիշ մարդ չէ, չէ։ Ասում են քարտեզը սարքել եք քարոզչական նյութ, մարդիկ, ովքեր Հայաստան մեր պետության անունը դրել են իրանց դաշինքի անուն, ասում է քարտեզը դարձրել է քարոզչական նյութ։ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան, ինչ եք ուզում ես Հայաստանից, ես չեմ հասկանում։ Գոնե տարածքային ամբողջականության թիվը ասեք, որ այդ անունը մեր պետության դրել եք ձեր վրա։ Գոնե այդ ասեք։ Ոչ մի հարցի, կրկնեմ, չպատասխանեցիք պարոն Վարդևանյան, ինչ-որ թիմ փոխելու մասին հարցեր եք տալիս, գալիս եք ինչ-որ վերաձևակերպում եք, փորձում եք մեր գործընկերներին ինչ-որ բան անել, ստվեր նետել մեր գործընկերների վրա։ Հանրապետական կուսակցություն, հետո գնացիք Հայաստան դաշինք, հետո եկաք ուժեղ Հայաստան դաշինք, տպավորությունն է, որ այդ ժամանակ մի հատ էլ կուսակցություն լիներ անունը լիներ ավելի ուժեղ Հայաստան դաշինք, Վարդևանյանը գնալու էր ավելի ուժեղ Հայաստան դաշինք։ Կարող է ձեզ օրինակ ընտրենք տենց մի շաբաթ անցնի գաք պարզվի դուք գնացել եք Բարգավաճ Հայաստան, տենց համել իրանց մանդատները տենց կպաշտպանեք էլի ազգային ժողովում։ Վախենամ դուք ընտրվեք, հետո էլ դառնաք ուրիշ կուսակցության անդամ, պարզվի ուրիշ ինչ-որ մեկինա ձեր օգնությունը պետք, որտեղ ոնց հասկանում եմ դուք հայտնվում եք քաղաքական ուժերում այն տրամաբանությամբ, որ ձեր ուրեմն փաստաբանական ծառայությունն են պետք այդ քաղաքական ուժերին։ Ու այդ թիմերից է դուրս գալուց ասում է դե ես ձախողեցի, դրա համար դուրս եկա, բայց ահա դուրս գալուց 22 թվականին, ասում է պատճառն անձնական էր, հիմա պատճառն անձնականը, թե 4 տարի հետո, ո՞րն է ճշմարտությունը, 22 թվականին ձեր ասածը, թե դրանից 4 տարի հետո ձեր ասածը, այսինքն խիեք ձեր աջակիցներին, ուրեմն խի ձեր աջակիցներին 22 թվականին չեք ասել, մենք ձախողվել ենք եւ ես դնում եմ մանդատս, ոչ թե իմ պատճառն անձնական է, ինչ-որ հուզական տեքստեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա այդ ժամանակ եք ճիշտն ասում, թե հիմա եք ճիշտն ասում եւ այլ ինչ ճշմարտություններ կան, որ դուք կգաք այստեղից կբարձրաձայնեք արդյոք թե չեք բարձրաձայնի։ Չգիտեմ, որ գործընկերն ասաց, եթե Փաշինյանը չլիներ, դուք
Քանի տոկոս ձայն կհավաքեիք։ Ու սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, անկախ նրանից Հայաստան դաշինքից էր ասել, թե ուժեղ Հայաստանից, մեծ հաշվով այդ իմաստով կապ չունի, ում մոտից որ հանես փողը, քյաբաբը, կովերը, ածան հավերը, շալվարները, կոլաները, բեռաշկիները, կավարտվի ամեն ինչ։ Պատմությունը կավարտվի։ Կմնա 0։ Ուղիղ կհավասարվի ձեր տոկոսները Արամ Վարդևանյանի տրված պատասխանների թվին 0։ Հա, մենակ բեռաշկին դուրները չեկավ։ Բեռաշկին լավ, կարամ համարենք բեռաշկին չեմ ասել, ինչպես որ կարող ենք համարել, որ չեմ ասել Կտրիչ Ներսիսյան, օրինակ։ Եվ ամփոփելով, նախ ես ուզում եմ ձեզ հորդորել Էդգար Ղազարյան։ Այսուհետ իմ անվան հետ կապված որևէ զրպարտչական տար կամ բառ չարտահայտեք այստեղ։ Իհարկե ես իրավական գործընթացների կողմնակից եմ, կանցնեմ իրավական գործընթացով, բայց ես հորդորում եմ տառ ու բառ հանգարց իմ անվան հետ կապված զրպարտչական, վիրավորական կամ լավ կանեք ընդհանրապես իմ անվան հետ կապված տառ ու բառ չխոսեք։ Այս մասով եւ սակրավորների թեմային էլի եմ ես անդրադառնալու, որովհետեւ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ։ Նայեք տրամաբանությունը որն է։ Դուք մի թիմ եք։ Ձեր թիմի անդամը ցանկանում է հայ զինվորի մահը։ Ձեր թիմի անդամները ըստ էության չեն դատապարտում, ել չեմ խոսում, որ դուք ձեր թիմ եք վերցրել իրան դա ասելուց հետո, դա հաշվի չի, դա ձեր համար ընդհանրապես ֆիլտրերի մեջ չի եղել, էլի, որ ինքը տես բան ասել։ Դուք դրա վրա աչք եք փակել, վերցրել եք ձեր թիմ, օքեյ, լավ, անցանք առաջ։ Հիմա եկել եք այստեղ, մանդատ է ստացել այդ մարդը, ձեր թիկունքում նստած է։ Ոչ ներողություն ա խնդրում, ոչ դատապարտում ա ձեր խմբակցության ղեկավարը թիմի անունից, եւ քանի դեռ սա տեղի չի ունեցել, ես չգիտեմ սա ինչպես կընկալվի ձեր կողմից, առնվազն չգիտեմ, ես սենց նայում եմ ձեզ եւ տեսնում եմ 29 Էդգար Ղազարյան։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, քանի որ անդրադարձակ նիստի վարմանը, տեսեք, վիրավորանքը ինքը սուբյեկտիվ բան չի, օբյեկտիվ բան է։ Վիրավորանքը, կարմիր գիծը, օրինակ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ՞, որ օրինակ ես ասեմ եւ բոլորս ասենք, որ չի կարելի այստեղ կանգնել եւ մեկին ասել այս սրիկ է, դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեվորական անունով դիմելը արդեն վիրավորանքի կամ բարեկատության հարց չի, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ, չգիտեմ, եկեղեցական դիրքորոշման հարց է։ Եվ հետեւաբար դուք ասում եք օրինակ ամեն անգամ, երբ որ ձեր նշած անձին դիմեք ավազանի անունով, ես դա համարել եմ պրովոկացիա, եկաներեք նույն տրամաբանությամբ էլ կարող է պարոն Հովհաննիսյանի մեջ համարել հակառակն է կարմիր գիծ, կարող է իր համար կուսակրոնության ուխտը խախտածին եկեղեցական անունով դիմելն է կարմիր գիծ ու կարող է ինքն էլ դա համարի ներողություն։ Եվ հետեւաբար հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ օրինակ ձեր նշած անձին, երբ ամեն անգամ երբ որ եկեղեցական անունով դիմեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ հետեւաբար իրան հնարավոր չի դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա։ Եվ հետեւաբար ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով եւ այո, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք եւ պետք է ակնկալեք, որ այս ամբողջ չհնչի վիրավորանք եւ այս ամեն ինչ կանոն որպես լինի, բայց եկեք համաձայնենք, վիրավորանքներն է ինչ որ օբյեկտիվ է, ինչը որ քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք։ Կարող եք դուք դրան համաձայն չլինել, այո, դա ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ նիստերը չխաթարել։ Հիմա ես ինձ թվում է մեր դիրքորոշումը հստակ ներկայացրեցի նաև ինչպիսին կարող է լինել քաղաքացիական պայմանագրի պահվածքը, որը ես առաջարկում եմ այդ ճանապարհով չգնալ։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Խամանյանը դահլիճում չէ, նրա հետ մեր բանավեճը կշարունակենք, երբ նա այստեղ լինի եւ ուրեմն այս պահին խոսենք պարոն Վարդևանյանի հետ։ Պարոն Վարդևանյան, ձեր պատասխանների մասին այստեղ գնահատականներ հնչեցին։ Ես նույնպես մի գնահատական կհնչեցնեմ, ես չգիտեի, որ դուք այդքան էզոթերիկայի կողմնակից եք։ Երկու անգամ ձեզ ինչ որ տարբեր ժամային տարբերությամբ հարցեր հնչեցին
հնարավոր իշխանափոխությունը հիմնավորելու համար դուք մի անգամ ասեցիք, որ այ տեսեք հեղափոխությունից առաջ 105 падգամավոր էր խորհրդարանում, հիմա էլ է 105 падգամավոր, մնում եք ասել զուգադիպություն է, չեմ կարծում, որ այդպես է։ Հետո մի ուրիշ առիթով ժամեր անց ասեցիք, որ այ հեղափոխությունից առաջ նախորդ իշխանությունը եւս 49% էր հավաքել, հիմա դուք էլ զուգադիպություն է, կարծում եմ, որ ոչ։ Սրանք ոնց որ խաղարկային գուցե պատասխաններ են, կամ չգիտեմ ով այդ թվային էզոթերիկայի սիրահարը, բայց հաստատապես ոչ քաղաքական, ոչ իրավաբանական պատասխաններ չեն։ Իմ հարցին տված պատասխանը Ես ձեզ անճշտությունների մասին հարց տվեցի, դուք սղագրել եմ ձեր պատասխան, որ փորձեմ հասկանալ, գուցե ոնց որ բանավոր խոսքում ռետորաբանությունը խանգարում էր ինձ հասնել բովանդակությանը։ Չէ, սղագրեցի չօգնեց եւ սենց տարբեր բառեր են կողմ տարա, վերջում գիտեք ինչա պատասխանը մնացել։ Դուք ինձ պատասխանել եք։ Անճշտությունները դնենք մի կողմ, ասում եք ինչու դա քննարկենք եւ ասում եք. Եթե վերաքվեարկություն տեղի ունենար, ինչ էր լինելու։ Ընտրական օրենսգիրքը փուլ էր գալու։ Այսևի պատասխան ինձ Գագիկ Ծառուկյանը կարար տար, ասեր, թողնեք էլի մենք է մասնակցենք քաղաքական աշխատանքներին, ինչ է լինելու, ինչ անճշտություններ։ Մի հատ վերաքվեարկություններ նշանակի կային այստեղ տեղավորում։ Ինքը կարարա։ Դուք չեք կարող նման պատասխան տալ։ Սահմանադրական դատարանում ձեզ թույլ չեք տա այս պատասխանը հնչեցնել, ես այնտեղ եղել եմ, հետևել եմ բանավեճին, հարգելիներս, ես կարծում եմ, որ 9-րդ գումարման ազգային ժողովը չի կարող նորմալ մեկնարկ ունենալ, եթե այդ ընտրությունների կարևորագույն հարցին, ընդ որում Տիկին Խամանյանը կարծում է, թե սա անհարմար հարց է, սա ամենահարմար հարցն է մեզ համար քաղաքականապես, իր բառերով ամենաշահեկան հարցն է, եւ ես կարծում եմ մի համապարփակ գնահատական, թե ինչ է տեղի ունեցել Բարգավաճ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի ձայների հետ, պետք է հնչի սղագրության համար առնվազն ազգային ժողովի ապագայում, ինչպես ես եմ գնում եւ կարդում, համոզված եմ ապագա մի падգամավոր կամ երիտասարդ հետազոտող կընթերցի այս ելույթը, սա ինչու եմ ասում, թեթև ձանձրալի կարող է լինի այս տեխնիկական պահերը, բայց գուցե եւ ձեզ էլ հետաքրքիր լինի, թե վերջ-վերջո մեր ընտրական օրենսգիրքը ինչ է ասում այս ամենի մասին։ 48-րդ հոդվածը։ Ես լեզվաբան եմ, բառերին եմ ուշադրություն դարձնում, ասում է. քվեարկության ընթացքում, ոչ թե ընտրությունների ընթացքում, քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա եւ հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները։ Սա ինչի մասին է խոսքը։ Տեղամասային մակարդակում ընտրությունները չեղարկելու պայմանների մասին է խոսքը։ Երեք բանի վրա եմ ուզում հրավիրել ուշադրությունը, որ առաջինը ասեցի, քվեարկության ընթացքում, ոչ թե ամբողջ ընտրությունների ընթացքում։ Օրինակ ընտրակաշառքի բերումով տեղամասում ընտրություններ չենք կարող չեղարկել տեղամասում, որովհետև քվեարկության ընթացքում պետք է խախտումներ տեղի ունեցած լինեն։ Երկրորդ բանը, երբ այս կարգավորումը առաջին անգամ հայտնվել է ընտրական օրենսգրքում հեռավոր 2011 թվականին, այն ուներ եւս մեկ պայման։ Գրված էր, իսկ խախտումը արտահայտված չէ անճշտություններում, որը թույլ է տալիս մեզ պնդել, որ անճշտությունները դրանք խախտումների թվային արտահայտություններն են։ Իսկ իրականում իսկապես սա կրկնվող է եւ հանվել է, ես դեմ չեմ որ հանվել է, բայց սա թույլ է տալիս մեզ տեսնել, որ անճշտությունը դա խախտման թվային արտահայտություն է։ Հետեւաբար, երբ որ ինչ-որ մի բան ուզում ենք գնահատել, խախտման ազդեցությունը, անճշտության ազդեցությունը պետք է գնահատենք ընտրությունների արդյունքների վրա։ Եվ երրորդ, հոդվածից ակնհայտ է, որ եթե որևէ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներ անվավեր են ճանաչվել, մենք այլևս չենք կարող գնալ եւ այդ արդյունքներից մեջբերեր թվել որպես հնարավոր քվեներ, որովհետև գրված է, որ կարելի է տեղամասում չեղարկել, եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, եթե հնարավոր է, ուրեմն պետք չէ չեղարկել։ Հաջորդ հոդվածը ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածը ասում է, որ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ, իսկ անխտիր մյուս բոլոր թվերի փոխարեն գրվում է 0։ Սա շատ կարևոր է, որ ընտրական օրենսգիրքը ինչ է այդ 0-ները, որ ասում է, բոլոր ուժերին 0 տվեք։ Դա էլ դրա ցուցիչն է, որ չեք կարող գնալ հետ, ընդեղից որսալ մի որևէ արժանահավատ թիվ։ Իսկ այդ ընտրատեղամասերում բոլոր քաղաքացիների թվով գոյանում են անճշտություններ։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցում է այն ուժը, որը հատում է կողմ բոլոր ուժերին, կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ ահա այդ նոր ահռելի թվով անճշտությունների գոյացած թվից, հայտարարից, բազայից
4%, 8%, 10% հաղթահարած ուժերն են ուրեմն անցնում խորհրդարան։ Ընդ որում երկրներ կան, որտեղ այդ բազան այլ ձևով եւս ուրճացվում է։ Երկրներ կան, բոլոր անվավեր քվեաթերթիկները պետք է ավելացնել բազային։ Երկրներ կան, այդ երկրի բոլոր ընտրողներից է հաշվվում տոկոս, այ ոնց որ Տիկին Գալստյանն էր այստեղ ասում, բայց մեր օրենսգիրքը ուրիշ ձև է ասում, մենք չենք կարող ոչ աշխարհասփյուռ հայերից տոկոս հաշվել, ոչ մեր բոլոր քաղաքացիներից, բայց կարող ենք անճշտությունների թիվը ըստ օրենքի եւ բոլոր ուժերի կողմ քվեներից հաշվել այդ տոկոսները։ Եվ վերջապես ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այս օրենսգրքի, այստեղ ուշադրություն, արդեն փոխվեց, ընտրությունների ընթացքում, ոչ թե քվեարկության օրը, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն համապետական արդյունքների վրա, ապա կենտրոնական մարմինն է փոխվեց։ Նա ընտրատեղամասն էր, սա կենտրոնականն էր, ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները։ Նկատենք, որ բասահմանադրական դատարանը, վարչական դատարանն է այդ վեճը լուծող ընտրական, բայց մի ընդհատեք ինձ, չեմ հասցնի ստիպված պետքա շարունակենք այդ բանավեճը։ 101-րդ հոդվածը չի նախատեսում որևէ անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասի ավտոմատ վերաքվեարկություն, այլ հակառակը նախատեսում է խախտումների ընդ որում դատավոր Դիլանյանը ձեզ երկար բարակ հարցեր տալիս է սրա մասին, ձեր այդ վարչական մի բան ասեիք իրեն, մի բան բացատրեիք, համոզեիք, գրեր, այդ ձեր ասած վարչական դատարանի որոշման մասին ասում էր։ Պարոն Վարդևանյան, ինչ։ Այս անգամ ուրեմն համապետական այս անգամ այդ Ձեզ ազդեցությունը նայելով է խոսում, բայց ձեզ հետ չի խոսում։ Շարունակեք Տիկին Կարապետյան։ Այս անգամ այդ ազդեցությունը պետք է գնահատվի համապետական արդյունքների վրա եւ արդեն բոլոր խախտումները ամբողջ ընտրությունների ընթացքում։ Ավելին, 101-րդ հոդվածի պարզ ընթերցանությունը ցույց է տալիս, որ այս հոդվածում խոսքը ոչ միայն անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասերի խախտումների մասին է, այլ ինչպես ասեցի, առհասարակ ամբողջ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին։ Ես ասեմ կրկին 2011 թվականին այս հոդվածի մեջ ընտրությունների ընթացքումի փոխարեն եղել է քվեարկության ընթացքում եւ օրենսդիրը փաստորեն դիտավորությամբ այդ հոդվածի մեջ փոփոխություն է կատարել 2011 թվականից հետո։ Ընտրական օրենսգրքի հոդվածների այսպիսի համակցված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խախտումների ազդեցությունը գնահատվում է երկու անգամ ընտրական տեղամասի մակարդակում, քվեարկության օրվա խախտումները առանձին ընտրական տեղամասում արդյունքները անվավեր ճանաչելու հեռանկարով եւ համապետական մակարդակում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակելու հեռանկարով։ Անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասի խախտումները ստանում են թվային արտահայտություն անճշտությունների տեսքով։ Այդ անճշտությունների եւ հետեւաբար այդ ընտրական տեղամասի խախտումների ազդեցությունը ներառված է բոլոր ուժերի ստացած տոկոսները որոշող բանաձևի մեջ։ Եվ գիտեք, ես կարող էր մեր ընտրական օրենսգիրքը առավել շռայլ բանաձև ունենար կուսակցություններին, քաղաքական ուժերին խորհրդարան ներս գալու թույլ այդ բանաձևի մեջ եւ ունեցել է 95 թվականին մենք ունեցել ենք մի ընտրական օրենսգիրք, որտեղ եղել է երկու բանաձև։ Մի բանաձևը այսօրվանն է, այսինքն բոլոր ուժերը պետք է իրենց վրա կրեն անճշտությունների բեռը։ Եվ եղել է մեկ այլ բանաձև, որում այդ բոլոր անճշտությունները գումարվել են որպես կողմ քվեներ, պատկերացնում եք, այսինքն այդ 4000 ձայնը ոչ թե պակասող ձեր երևակայության մեջ այսքան 150 կամ չգիտեմ ինչքան, այլ բոլոր 4000 ձայնը հերթով տրվել է շեմը չհաղթահարած բոլոր ուժերին որպես նրանց կողմ քվեներ, ստուգելու համար նրանցից որևէ մեկը կհաղթահարեր շեմը այդ պարագայում, թե ոչ։ Սա 95 թվականի օրենքն է եղել Հայաստանի Հանրապետության։ Եվ եթե պարզվել է, որ այդ առավելագույն լավատեսական սցենարով որևէ ուժ կհաղթահարեր շեմը, ապա այդ ընտրատեղամասերում նշանակվել է վերաքվեարկություն։ Այսպիսի շռայլ բանաձև Հայաստանի օրենսդրության մեջ եղել է եւ հանվել է։ Օրենսդիրը իր կամքով, դիտավորությամբ այս փոփոխությունները արել է դեռ վաղ 2000-ականներին եւ ես համոզված եմ, որ սա տեղի է ունեցել այդ տակտիկական քվեարկության ռիսկերը նվազեցնելու, թե հայաստանյան, թե միջազգային փորձը ընտրությունները տորպեդահարելու, կանխելու նպատակով։ Սա իհարկե ամբողջը չէր, բայց դեռ ունենք 5 տարի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պարոն Վարդևանյան, գրեք։ Քաղաք Երևան, Պապ Թագավորի փողոց 4/2, 9-րդ հարկ։
Հայաստանում Կիպրոսի դեսպանատուն։ Մյուս հասցեն։ Քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց 13 A հասցե։ Սա ձեզ ավելի հայտնի Ռուսաստանի դեսպանության շենքն է։ Երկրորդ քայլ։ Միջնորդության ներկայացում Սամվել Կարապետյանի գործը քննող դատարանին, բայց անպայման միջնորդության մեջ պետք է գրվի Սամվել Կարապետյանի դեսպանատուն այցելելու նպատակը։ M130 դիմումի ստորագրում։ Սա է անհրաժեշտ անել քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Երբ որ փաստաթղթերը հանձնեք, դիվանագիտական փոստով այն կառաքվի Կիպրոսի ներքին գործերի նախարարություն եւ process-ը կհամարենք սկսված։ Սա պետք էր անել ապրիլի 15-ից գոնե սկսած, երբ ձեր առաջնորդը հայտարարում էր, որ process-ը սկսված է։ Ոչ թե այսօր արդեն 4 ամիս անց գրեն, թե կաք ասեք, որ նա չի կարող գնալ հասնել որևէ այլտեղ, որովհետև խափանման միջոց է կիրառված։ Ես չգիտեմ, դուք գազ չեք տվել, թե նրա մոտ այդ ցանկությունը չի եղել, թե այլ հանգամանք կա։ Օրինակ կարող է լինել մի երրորդ հանգամանք, որը շատ ռեալ է։ Օրինակ, այստեղ դուք մեջբերում եք տարբեր լրատվականների, որոնց պետք է հավատալ նրանց հետաքննություններին, հավատում եմ, ֆրանսիական Le Monde եւ մեր տեղական հետ լրատվականի օրինակ հոդվածներից ես կարդացի, որ Սամվել Կարապետյանը փողերի լվացման կարծեմ գործով է ներգրաված եւ նրա վիլան անգամ Ֆրանսիայում արգելանքի տակ է եւ սա կարող է լինել ռեալ, հա, պատճառ, որ նա չհրաժարվի քաղաքացիությունից։ Եթե սա է, որովհետեւ չեն անի նույն ԵՄ երկրներ են Կիպրոսն ու Ֆրանսիան, այս դեպքում դուք կարող եք ասել, որ սա է պատճառը, ոչ թե նրա կիրառված ուրեմն տունը չլքելու արգելանքը։ Տիկին Գալստյանը իմ մասին խոսեց ադրբեջանցիների եւ իրենց մեջ հավասարության նշան դնելով։ Տիկին Գալստյան իմ ելույթն էլ էր դրա մասին, որ ցավալի է, որ հավասարության նշան է դրվում հայ պաշտոնյայի եւ ադրբեջանցու միջև։ Որոշակի գոնե տարբերություն պետք էր այստեղ լիներ։ Բարեգործության մասին է շատ խոսվում այս օրերին։ Գիտեք, հարգելի գործընկերներ, բարեգործությունը սա նվիրում է։ Այսինքն, այո, դուք ունեք այդ հնարավորությունը բարեգործություն անելու։ Բայց երբ որ ամեն ծախսած դրամի համար լռություն եւ լոյալություն է պահանջվում եւ քվե է պահանջվում, սա արդեն բարեգործություն չէ։ Սա քաղաքական վաշխառություն է եւ քաղաքացուն վարկի տակ, պարտքի տակ թողելու փորձ է։ Այո, ժողովուրդը հաստատ չունի ձեր կարողությունները, բայց ասել պարոն Վարդևանյան, որ այդ տուրբին գեներատորներից թող խոսի նա, ով Ղարաբաղի համար արել է Սամվել Կարապետյանի արածի 5%-ը, 5%-ը, սա բարեգործության 5%-ը, սա գիտեք ինչ է, սա ով փող ունի նա կարա խոսա, ով չէ, սա է, կամ մտածում եք, որ ժողովուրդը ավելի քիչ է արել, քան Սամվել Կարապետյանը, հա, պարոն Վարդևանյան, իրոք այդպես եք մտածում։ Ժողովուրդը իր ամենաթանկն է տվել, իր որդիների կյանքն է տվել Ղարաբաղի համար։ Այն դեպքում, երբ ձեր առաջնորդի որդիները եւ ընտանիքի տղամարդիկ չեն էլ ծառայել հայրենիքի համար։ Դրա համար չհամարձակվեք այդ ֆինանսով եւ ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին։ Խնդրում եմ դադարեցրեք դա։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր արդեն հավերժականության ձգտող նիստը, քննարկում ենք Արամ Վարդևանյանի ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու հարցը։ Պարոն Վարդևանյան, ուրեմն մի նախկին ֆինանսների նախարար ունենք, որին ես շատ սիրում եմ, հիմա այլ տեղ է աշխատում, հիշում եմ, երբ լրագրող էի աշխատում, գնում էի ասուլիսներին, բոլոր հարցերին պատասխանում էր ժամերով, հետո որ գնում էի արդեն ուզում էի սղագրել, մենք էլ հասկանում էի, որ այս մարդը ոչ մի հարցը չի պատասխանել, բայց այդ հասկանում էինք ահագին հետո ձեր մոտ էլ այդ բանը կա, բայց ես ուզում եմ ասել, որ Իշխան Սաղաթելյանն ասում էր, ինչ եք մեղադրում
պարոն Վարդևանյանին, օրինակ ես մեղադրանք չնկատեցի, հակառակը բոլորը շատ գովեստով են խոսում ձեր հատկապես գործարար հմտությունների մասին, ինչ շատ նորմալ է։ Ես ճիշտ ասած չէի ուզում այս նիստը ավելի երկարացնել եւ ելույթ ունենալ, բայց հնչել են որոշ բաներ, նաեւ իմ անունը էլ է շրջանառվել, դրա համար մի քանի բաների կանդրադառնամ։ Գիտեք, նախընտրական շրջանում ձեր թիմի կողմից շատ թեզեր էին հնչեցվում ու առիթ չէր լինում տետատետ այդ թեզերին անդրադառնալու։ Ասենք հերակա արձագանքում ենք, բայց որ դեմ դիմաց նստած մի հատ հիմա էլ եք այդ թեզերը հնչեցնում, հիմա շատ լավ առիթ է։ Օրինակ, աղքատության մասին։ Ձեզնից մի քանի հոգի այդ մասին խոսեցին եւ տեսա պարոն Վարդևանյան, դուք էլ եք այս վերջերս անդրադարձել այդ թեմային, չգիտեմ, օրերի հարցեր թե շաբաթներ, ինչ եք ասում եք քաղաքացիական պայմանագիրը խոսք էր տվել 2 անգամ նվազեցնել աղքատությունը ու ցուցանիշ եք բերում, ասում եք 21 թվականին աղքատությունը մոտ 27% էր, վերջին տվյալներով բառացի ցիտում եմ ձեզ, վերջին տվյալներով 22% է ու սա ներկայացնում ենք, որ ձախողում է։ Ուրեմն երկու հանգամանք նշեմ։ Ձեր ասած վերջին տվյալը աղքատության վերաբերում է 2024 թվականին։ 2025 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվելու է այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, 2026 թվականի ցուցանիշը հրապարակվելու է հաջորդ տարի։ Մեր խոստումը վերաբերվել է 2021-2026 թվականներին։ Այսինքն դուք դեռ մեր խոստման հավարտին 2 տարի ժամանակ կա, բայց դա ներկայացնում ենք այնպես, որ լսողը կհասկանա, որ մենք մեր խոստումը չկատարեցինք, բայց մի հատ ավելի հետաքրքիր հանգամանք կա։ Եթե ուրիշ մարդ ասեր, ես չէի զարմանում, բայց քանի որ դուք իրավաբան եք, այդ նյուանսը պիտի հաշվի առնեք։ Վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ, ծանոթագրության մեջ գրած է, որ քանի որ տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն, 2024 թվականի աղքատության ցուցանիշը համադրելի չի նախկին տարիների հետ։ Այսինքն այդ թվերը իրար հետ համադրելի եւ համեմատելի չեն։ Դա նույնն է, ոնց որ կիլոգրամը համեմատեք սանտիմետրի հետ։ Այդ մասը խնդրում եմ նկատի ունենալ։ Հաջորդը պետական պարտքի մասին։ Այդ էլ է ձեր սիրած թեմաներից, անգամ հիշում եմ ձեր նախընտրական հոլովակը փոքրիկ նարերի մասին, որ ասում եք ծնվեց, արդեն մեկ շնչի հաշվով պետական պարտքի այսքան է, նախ մեկ շնչի հաշվով պետական պարտքի ցուցանիշը դա ամենասխալ ցուցանիշն է, որով կարելի է չափել պարտքային բեռը։ Եթե այդպես նայեք, օրինակ Ճապոնիա, Սինգապուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեզնից մի քանի անգամ կամ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ պարտքի բեռ ունեն, բացարձակ թվով։ Բայց եթե այդպիսի բան ասեմ, դուք կասեք, բա մի հատ համեմատեք իրանց տնտեսությունը, շատ ճիշտ կասեք, բայց տոկոսը պիտի համեմատեք, ճիշտ եք ասում, այդ դեպքում բացարձակ թվով չափելը սխալ է, իսկ եթե համեմատում եք տոկոսով, ապա Հայաստանի Հանրապետություն, հեսը կանդրադառնանք, պետական պարտքի ընդհանրապես կարելի է շատ երկար խոսալ, դրա համար 1 րոպեվա մեջ չեմ հասցնի, պետական պարտքը նա մակարդակով Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին ունեցել է շատ ավելի ցածր ցուցանիշ, քան 2018-ին։ Բայց մի բան էլ ասեցիք, պարոն Աբրահամյան, Վրաստանի օրինակն եք բերում, ասում եք Վրաստանում այս ընթացքում պետական պարտքը 2 անգամ նվազել է։ Հա, դե հիմա բոլորը տենց հասկացան։ Նկատի ունեմ, որ Վրաստանում 2015-ից 2025 թվականին պետական պարտքը 2 անգամ աճել է։ Աղքատությունը չեմ նայել, որովհետև դուք պետական պարտք եք ասել, այդ էլ կնայեմ։ Ամեն դեպքում ընդունենք, որ այդ մասով սխալվել է։ Արգելի գործընկերներ, մի ընդհատեք։ Հաջորդը ԵԱՏՄ-ի մասով ասում եք ձեր քաղաքականության արդյունքում մեր արտահանողները հայտնվել են խնդիրների առաջ։ Համ դուք եք ասում, համ Հայաստան Դաշինքի գործընկերներն էին ասում։ Ուրեմն մի հատ անեկդոտ կա, ասում է մեկի տանից գողություն են անում, տանը ինչ կա հավաքում տանում են, հարևանները գալիս են, մեկը ասում է ես քեզ որ ասում եի դռանը կողպեկը փոխի, ինչ չլսեցիր։ Երկրորդը ասում է ես քեզ որ ասում եի մի հատ տեսախցիկ դիր չլսեցիր։ Երրորդը ասում է ինչի են նոր մեքենան առար աչքեր ծակում, այս մարդը լսում, ասում է չհասկացանք, այդ գողը ոչ մի բանով մեղավոր չի։ Հիմա ձեզանից որևէ մեկը որևէ անգամ չհելավ հակադար վեր չկացավ հակադարձի ասի ես ինչ եք անում քաղաքական որոշումներ եք կայացնում ձեր գործընկերոջ նկատմամբ ինչի չեք անում արեք օրինակ երեք էլ ամենաթարմ հայտարարություններից ասեմ մեկը
Մատվիենկոն է հայտարարել, որ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ ձերբակալությունները շարունակվեն, կոչ կանեն զբոսաշրջիկներին Հայաստան չայցելել, դա էլ է դեպի շատ հետաքրքիր ձևակերպում ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Եվ նաև մի հոգի էլ կարծեմ իրենց ԱԳՆ ներկայացուցիչներից ասել է Հայաստանը երբ փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը կամ արտահանումը, դա ուղղակի վնաս է կամ թշնամական գործողություն է Ռուսաստանի նկատմամբ։ Համաձայն եք այդ դիրքորոշումների հետ։ Եթե համաձայն եք, ասեք համաձայն եք, համաձայն չեք, ասեք որևէ բան ասեք։ Հայփոստի մասով շատ խոսվեց, այդ մասին ինչպես խոստացել եք մի հատ առանձին քննարկում կանենք, բայց քանի որ այստեղ փորձ եղավ հակադրել Էդուարդո Էրնեկյանին Հայաստանի կառավարության հետ, որ ասում էին միգուցե արգենտինահայ գործարարը այլևս չի ուզում ներդրումներ անել Հայաստանում։ Ես ձեզ հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, որ Էդուարդո Էրնեկյանի հիմնադրամը շատ կարճ ժամանակ առաջ նոր կոնցեսիոն պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության հետ եւ պատրաստվում է օդանավակայանի թողունակության մեծացման եւ արդիականացման համար Հայաստանում ներդնել 425 միլիոն դոլար։ Եթե գտնում եք, որ դա հարաբերությունների վատ թարացում է, եկեք այդ մասին ասեք։ Մի բան էլ ասում եք, պարոն Կարապետյան, ասում եք, մենք նոր քաղաքական ուժ ենք։ Ես հարց տվեցի, թե ինչ կողմնորոշում ունեք, որոնք են ձեր տեսլականները, ինչի համար է հարցնում, օրինակ ձեր խմբակցության պատգամավորներից մեկը խոսում էր նվազագույն աշխատավարձի մասին։ Ես օրինակ մտածում եի, որ ձեր խմբակցությունը պիտի սկզբունքորեն դեմ լիներ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, որովհետև դա ամբողջ բիզնես համայնքներ դրան դեմ երբեք քննարկում են, բայց սա առանձին խոսակցության թեմա է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ ասում եք մենք քաղաքական ուժ ենք, սա անկեղծ եմ ասում, դուք դեռ քաղաքական ուժ չեք։ Օրինակ Հայաստան Դաշինքը, ինչքան էլ մենք իրանց այդ տարբեր հարցերում անհամաձայնություն ունենք, իրենք քաղաքական են։ Բայց ձեր ես դրա տակ քաղաքական գաղափարական որևէ միավորող բան չեմ տեսնում։ Ու ես անկեղծ ասած, պարոն Կարապետյան, ձեզ շատ դրական եմ վերաբերում, բայց ես ձեր համար ցավում եմ, որովհետև տեսնում ձեր շարքերում կան մարդիկ, որոնք ձեր շուրջը ուրիշ բանի համար են, իրանց ձեր գաղափարները չեն միավորել։ Շատ լավ կլինի, եթե վերածվի այդ ամեն ինչը քաղաքական հիմքի, բայց առայժմ դա չկա։ Իդեպ Հայաստան Դաշինքի մասին որ խոսեցինք, մի բան էլ ասեմ, պարոն Գեղամ Մանուկյանը, հեսա ինձ հետո ենթադրում եմ ինքն է ելույթ ունենալու Իշխան Սաղաթելյանի փոխարեն։ Պարոն Մանուկյանը, որ Արթուր Սարգսյանի ցուցանակը բերել է այստեղ խոսում էր, նաև ձեր գործընկերներից չեմ հիշում ով էր, նկատեցի շապիկի վրա ձեր կալանավորված գործընկերների նկարներն էին։ Ես հիշեցի 2021 թվականի հունիսը, թե օգոստոսը, երբ մեր գործընկերները ազգային ժողով են եկել իրենց կալանավորված գործընկերների նկարներով, շապիկներով։ Հետո գիտեք ինչ տեղի ունեցավ, հետո ասեցին այդ մարդիկ մեր բռակ մեդիա պրոդուկտն են, ու հիմա որ նայեք ինչ են ասում այդ նույն մարդկանց համար, օրինակ Արուշ Արուշանյանի, օրինակ Մանվել Փարամազյանի, կտեսնեք թե այդ բաները ոնց են փոխվում։ Էլի բաներ կասելու ու վերջում քանի որ այտենց ավանդույթ ձևավորվեց ձայնագրություններ միացնելու, հատ կարճ ձայնագրություն էլ ձեր թույլությամբ երբ միացնեմ, ԱՑ-ի հետ ես կապ չունեմ, պարոն Մանուկյան, դուք լավ գիտեք, չէ, կիմանաք ինչից է։ Լսեք։ Ես սարում էի, ճիշտ է։ Հետո որ կարկուտ էր գալիս, ես սարում էի, ճիշտ է։ Հետո որ ոչխարներն եկա, ես էլի սարում էի, իսկ դու չկայիր, ճիշտ է։ Հետո որ մորթեցիք դու վերկացար եկար, ճիշտ է։ Հետո մորթելուց հետո եկար։ Սկզբից գայր ասեիր մի մորթեք, որտեղ էիր, գայր չթողնեիր։ Հիմա, արգելի գործընկերներ, այդ որ Հայաստանում արտագաղթ էր, այդ որ կոռուպցիա էր համատարած, ընտրակեղծիքներ են, բա որտեղ եք։ Բա չթողնեիք, թե դրա մեջ եք։ Դրա համար հարգելի գործընկերներ, ելի եմ ասում, կարող եք շատ հետաքրքիր բաներից խոսել, բայց մարդկանց հիշողությունը ի դժբախտություն ձեզ կարճ չի, շնորհակալություն։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ընդդիմության առաջադրած թեկնածուի ընտրության հարցը եւ մի քանի հետաքրքիր բան կա, որ առանձնացրել եմ այս օրերի երեկվա ու այսօրվա թեմաներից, որոնց ուզում եմ անդրադառնալ ինձ հետաքրքիր է թվացել։ Պարոն Վարդևանյան,
Ես ձեզնից մի քիչ նեղացած եմ, մի քիչ չէ, մի քիչ շատ, բայց կպատմեմ թե ինչու։ Դուք երեք այստեղ ձեր հիմնական ելույթի ժամանակ խոսում եք կալանքը որպես խափանման միջոց քննարկելու, չքննարկելու մասին։ Ես իմ հիշելով Արսեն Թորոսյանից հետո երկրորդ պատգամավորն եմ, որ ինտենսիվորեն այս թեմայով խոսել եմ։ Երբ որ տիկին դատախազը այստեղ նստած էր, ես նույնիսկ հիշում եմ ինչ նախադասություն եմ ասել իր աչքերին նայելով, ասել եմ չի կարող այնպես պատահել, որ բանտերում ավելի շատ անմեղության կանխավարկածով պաշտպանված մարդիկ լինեն, քան մեղադրական դատավճիռ ունեցող մարդիկ։ Ես սա ասել եմ տիկին դատախազի, հետո կարձականքեք, հիմա ոնց որ վերջում եզրափակիչ ելույթ ունեք, աչքերի մեջ նայելով այն ժամանակ, երբ որ դուք քաղաքական անհաջող փորձից հետո դեպրեսիայի մեջ մանդատը դրել գնացել եք, ձեր մնացած գործընկերներն էլ բոյկոտում էին։ Դրա արդյունքը եղել է, որ հաջորդ տարի դատախազը եկել է, ասել է, ես ունեմ լավ նորություն, բացառիկ դեպք է տեղի ունեցել։ Մեր դատավճռով պատիժը կրողները ավելի շատ են, քան կալանք կրողները։ Ես ուզում եմ ասել, որ մենք այդ հարցը ինտենսիվորեն բարձրացրել ենք եւ շատ լավ կլիներ, որ դուք այստեղ լինեիք։ Դուք բարձրացնեիք, բայց մենք ենք։ Ես կուզեի դուք այդ մեղադրանքը հնչեցնեիք, ես պաշտպանվեի, բայց որ մարդ չկար, մենք էինք ստիպված այդ հարցը բարձրացնում։ Արտաքին հետախուզության զեկույցին հղում տալով չեմ հիշում, որ գործընկերը ասում էր, որ Հայաստանի պետությունը ոչ մի բան չի արել 300,000 ադրբեջանցիների խոսույթի դեմ եւ ասում էր, որ արտաքին հետախուզության զեկույցում դա գրված է։ Տեղը կասեմ, որ սա պետական մարմին է, բայց մի կողմ թողնենք արտաքին հետախուզության մեր ստեղծած պետական մարմնի մասին այս խոսակցությունը եւ անդրադառնանք նրան, որ այդ նույն պետական մարմինը, այդ նույն ղեկավարով, այդ նույն կազմով դրանից 1 ամիս անց զեկույց է հրապարակել այն մասին, որ օտար երկրներ պատրաստում են միջամտել Հայաստանի ընտրություններին, որ ձեր կուսակցությունը ըստ երևույթին համագործակցելով օտար պետությունների հետախուզական ծառայությունների հետ այնտեղ աշխատող տնտեսական գործիչների վրա ճնշում է գործադրում, որ կան Հայաստանի ընտրություններին քվեարկեն ձեր կողմ։ Այդ զեկույցը դրանից մի ամիս հետո է հրապարակվել, այնպես որ երբ որ մի հաջորդ անգամ մի ձեռքում այս ադրբեջանցիների հետ կապված զեկույցը կթափահարեք, մյուս ձեռքում թափահարեք այն զեկույցը, թե ոնց եք օտար հետախուզական ծառայություններին հրավիրել մասնակցելու Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին։ Ձեր հարցը պատասխանի վերջին դրվագում խոսեցիք պարոն Քոչարյանի հետ շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ասում եմ միջազգային կառույցները զեկույցներում կողմնապահություն են անում, մոտավորապես նույն տպավորություն ստեղծվեց, որ մենք ենք ասում միջազգային կառույցներին ինչ գրեն մեր մասին, բայց պարոն Քոչարյան դրանից մի ելույթ առաջ այստեղ կանգնած պարոն Քոչարյան, դուք ասում եք, որ ձեր անունը գրված է պետ դեպի զեկույցում որպես խնդիր։ Պարոն Քոչարյան, պետք է ընդունեք, որ այդ նույն զեկույցում պետդեպը գրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ եթե այս դրվագը հիշում եք ձեր անվան հետ կապված, մյուսն էլ պետք է հիշեք, թե չէ тут помню, а тут не помню, էլի, տենց ոնց է շատ նման են նախորդ դրվագին։ Մի ուրիշ դրվագում պարոն Քոչարյանը ասում է, որ բա ինչ մարտի 1-ը արդարացնելով, ասում է, բա ինչ աներ պետությունը, հրավիրում էին զինվորականներին մասնակցելու շարժմանը, բարձրաստիճան զինվորականներին։ Պարոն Քոչարյան, էլի նույն բանն է ստացվում։ Ես կարող համաձայն չեմ ձեր հետ, բայց ընդունում եմ իգիտություն, որ ձեր մտածողությունը այդպիսին է, որ ժողովրդական շարժմանը զինվորականներին հանրապես պետք չէր հրավիրել եւ այլն։ Բայց երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը զինվորականներին ձեր հորը կոչ էր անում գտնել մի լոյալ զինվորական, որը կսպանի Հայաստանի վարչապետին, դուք չէիք դատապարտում նրան, դուք ասում եք, սա բան է, քաղբանտարկյալ է։ Եթե էլի тут помню, а тут не помню, եկեք բան անենք, էլի նույն տրամաբանության շարունակականության մեջ լինենք։ Եվ ամենակարևոր բանը, որից խոսելու համար իրականում ուզում եմ, այս ելույթի համար գրանցվել եմ, հրատապ բանը, ինձ շատ հետաքրքիր էր այն խոսակցություն, որ տեղի ունեցավ Տիկին Վարդանյան ձեր եւ պարոն Ռուբինյանի միջև եւ շատ հետաքրքիր է, որ հետո պարոն Սաղաթելյանը շարունակեց այդ խոսակցությունը, որտեղ իմ տպավորությունները հաստատվեց։ Տիկին Վարդանյանը այստեղ ինչ է հարցում, որ երկրներն են Հայաստանի համար սպառնալիք։ Պարոն Ռուբինյանը
իջնում է եւ պատասխանում է, որ Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները, Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները, Տիկին Վարդանյանը ժպիտով էր լսում սա, ինձ թվում է, եթե սխալվում եմ, ելույթ ունեք, կարող եք ուղղել, ուզում էր ասել, դու չես ասում Ադրբեջանը, դու ասում ես Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները, ասես թե Պարոն Ռուբինյանը ուրիշ բան է մտածում, բայց ուրիշ բան է ասում։ Բայց խնդիրը որն է, ինձ թվում է, ինչպես պարոն Եղոյանն է սիրում ասել, հասել ենք հարցի սրտին։ Խնդիրը որն է, որ մենք իսկապես չենք կարծում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կամ Ռուսաստանը, ինչպես դուք եք հարցնում տեղից, ինքնին կարող են սպառնալիք լինել։ Ձեր մտածողության մեջ այդ սպառնալիքը էութենական է։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը պետք է սպառնալիք լինի։ Հետևաբար դրա լուծումը այն է, որ Ադրբեջանը չլինի։ Մենք մտածում ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների այսօրվա վիճակը կարող է սպառնալիք լինել եւ դա հնարավոր է փոխել։ Եվ դրա համար եք դուք հարցնում, իսկ Ռուսաստանը, որովհետև դուք ուզում եք, որ դրա արձագանքը լինի իհարկե Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշ դրվագներ, մեզ համար սպառնալիք են, ժողովուրդ ջան, նայեք, թե ոնց ինքը բենզինի հետ ինչ բենզին շուկայում ինչ կատարվեց, եթե մենք ունենայինք այն կախվածությունը ինչ-որ տարիներ առաջ, մենք այսօր չէինք կարողանալու, ես մեր հարաբերությունների դինամիկայի մասին չեմ ասում, մեզնից անկախ գործոնների մասին եմ ասում, մենք այսօր չէինք կարողանալու պահել մեր շուկան եւ լինում է այդպես է լինում, որ նաեւ ինչ որ այդ կախվածությունը, եթե Ուրուգվայից կախված լինեին կամ Ճապոնիայից, հա այդ կախվածություն կարող էր ինչ որ դրվագում սպառնալիք առաջացնել մեզնից անկախ գործոնների պատճառով, ոչ միայն մեզնից կախված։ Հիմա իրական չգիտեմ, մեր ապրանքները որ հասնեն սահմանին, լինելու է վառելիք, որ դրանք ցրեն շուկաներով, եթե նույնիսկ բացվի։ Հարցը այն չէ, որ մենք լարում կամ սրում ենք հարաբերությունները, հարցը այն է, որ այդքան մեծ կախվածությունը ինքնին խնդիր է եւ պետք է լուծել։ Այդ է մեր ասածը դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ։ Եվ վերջում պարոն Վարդանյան, ես չէի ենթադրում, որ ինձ ժամանակ կմնա նաև այս հարցին անդրադառնալ, բայց Տիկին Հակոբյան դրան մի փոքր անդրադարձավ։ Ճիշտն ասած, ես ձեր մի նախադասությունից ցնցվել եմ, վեր եմ թռել տեղից, երբ որ լսել եմ։ Երբ որ դուք ասեցիք, ով է ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը։ Ես իսկապես կարող է դուք այդ պահին վատ եք ձևակերպել, բայց ես իսկապես հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքների անդամներին են տվել, իրանց արյունն են տվել, իրենց ձեռքերն ու ոտքերն են տվել, դա չեն լսել։ Հարգելի գործընկերներ, ելույթով կպատասխանեք։ Պարոն Վարդանյան, դա օքեյ, ելույթով կպատասխանեք, էլի, ես եթե տեղը չի լսվում, ձեր ասածը չի լսվում, իմ ասածն է լսվում եթերում ինչպես գիտեք, եւ ճիշտն ասած, այդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը, ես չգիտեմ, ձեր միջավայրում կան այդ մարդիկ, չկան այդ մարդիկ, ովքեր իսկապես իրենց կյանքն են տվել, այդ խնդրի կարգավորման համար, բայց ես ուզում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք, կներեք էլի, որ սենց եմ ասում, որովհետև մենք փող չունենք, իմ ընտանիքը փող չունի, որ տար Ղարաբաղին, իսկապես իմ աշխատավարձով է ապրում իմ ընտանիքը, բայց իմ հայրը ակնհայտորեն ոչ երիտասարդ տարիքի, որտեղ իմ հայրն է։ Իմ հայրը կամավորագրվել, գնացել եւ մինչեւ վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում։ Իմ եղբայրը 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել, որտեղ ճիշտ է ծանր ապրումներով, ճիշտ է դժվարությամբ, բայց իմը վերադարձել են։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունությունը ունենալ մարդկանց հանդեպ հասկանում եք։ Ես հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես հորս ոչ թե հիվանդանոցներում, ես դիահերձարաններում եմ փնտրել։ Դուք ուզում եք ասեք, որ այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր է։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ես համաձայն չեմ, որ փողով պետք է չափել, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։ Դուք դա ասում եք, որտեղ դուք այդ փորձառություն չեք ունեցել։ Եվ ես հույս ունեմ, որ դուք դա նկատի չեք ունեցել։ Ուղղակի այդ հույս ունեմ, որտեղ մարդիկ ձեզ լսում են։ Մարդիկ ձեզ լսում են։ Այն սոցիալական խմբի մարդիկ, որոնք իմ հարազատներն են, որոնց ես եմ պատկանում։